Բարի եւ օրհնված օր եմ մաղթում բոլորիդ։ Գիտես, եղել է ժամանակ, որ հանկարծ մի պահ կանգ առնենք ու մտածենք, թե ինչքան բաներ կան մեր կյանքում, որ մեզ համար համարվում են ամենակարևորները։ Այսօր մենք բոլորս վազում ենք ժամանակի ետևից, ուզում ենք ավելի շատ բան ունենալ, ավելի շատ բանի ենք ձգտում հասնել, ավելի շատ ճանաչում ենք ուզում ունենալ, ուզում ենք, որ բոլոր մարդիկ, ովքեր մեզ նայում են, տեսնեն այն բոլոր հաջողությունները, որին մենք հասել ենք։ Իսկ հիմա ամենակարևոր հարցերից. ինչ կմնա իմ եւ քո մոտ, երբ որ մեզանից ամեն բան վերցվի, որովհետեւ այս աշխարհում ամեն բան ժամանակավոր է։ Այն ինչ որ հիմա շատ մեծ է մեզ համար թվում, վաղը կարող է մեզ համար շատ փոքր դառնալ։ Ու այն ինչը որ մեզ համար ներկայում շատ կարևոր է դարձել, կարող է մի օր անցյալում մնալ։ Մարդը այսօր կարող է տարիներ շարունակ ծախսել միայն այն բանի համար, որ իր անունը կառուցի, բայց դրա հետ զուգահեռ նրա հոգին է կորչում։ Ու կարող է իր ստեղծած տունը, իր կառուցած ամեն շքեղությունները դրսից շատ գեղեցիկ լինել, բայց ներսում գտնվող սիրտը դատարկության մեջ լինի։ Կարող է ունենալ բազում մարդկանց ուշադրությունը, բայց միևնույն է խաղաղություն չունենա։ Աշխարհը մեզ այսօր սովորեցնում է ձեռք բեր, ապացուցիր, ցույց տուր, իսկ մեր Աստված ինչ է ասում, ինչ կա քո սրտում։ Որովհետև մեր Աստված չի տեսնում մենակ այն, ինչ մարդիկ են տեսնում։ Մեր Աստված ավելի խորքային Աստված է։ Նա զնում է ու քննում է այն ամենը, ինչը տեսանելի չէ մարդկանց։ Սակայն ցավոք, ցավալի է, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ հիմա ձգտում են ավելի շատ ցույց տալ մարդկանց, ինչ որ մի բան ապացուցել, ինչի համար, աշխարհը շահելու համար, մարդկանց շահելու համար։ Աստծո խոսքն ինչ է ասում։ Մարկոս 8:36 խոսքը ասում է. ինչ օգուտ, եթե աշխարհը շահես եւ քո հոգին կորցնես։ Եվ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը չի ասում, որ աշխարհը ոչինչ չունի։ Աշխարհը ամեն բան ունի։ Բայց ինչ օգուտ, եթե դու աշխարհը շահելու համար կարող ես կորցնել այն ամենաթանկը, ինչը կա քո ներսում, քո հոգին։ Գիտես, մի օր այն ինչ որ հիմա մեր ձեռքերում գտնվում է, այլևս կարող է մեր ձեռքերում չլինի։ Մի օր կարող են մեր սեղանները դատարկվել։ Մի օր կարող է մեր այդքան երկար տարիների կառուցված անունը այլևս չհիշատակվի մարդկանց կողմից։ Մի օր կարող է այդ քո տարիների վաստակած հարստությունը հավասարվել զրոյի։ Բայց այն ինչ դու Աստծո հետ ես անցնում, քո ներսի վիճակը, քո պայքարները, քո ողորմությունը, քո նվիրվածությունը, սերը, հավատը, այն ամենը ինչ Աստծո հետ կապված է, դա հավիտյան է մնում։ Այսօր բոլորս պատրաստվում ենք վաղվան։ Պատրաստվում ենք, թե մի ամիս հետո ինչ ենք անելու, կամ մի տարի հետո պլաններ ենք գծում, բայց ոչ մեկ չի մտածում հավիտենության մասին։ Չի մտածում լավ, եթե գա Աստծո դատաստանը, եթե Տիրոջ երկրորդ գալուստը լինի, ինչ ենք անելու։ Որևէ մեկը մտածել է։ Բոլորն են տարված են միայն այս աշխարհի ծանրաբեռնված հոգսերով։ Այսօր բոլորս մտածում ենք, այսօր ինչ պետք է ուտենք, վաղը ինչ պետք է հագնենք, բայց ոչ մի անգամ խորապես չենք մտածել այն հարցի շուրջ, թե ուր է իմ հոգին գնալու, կամ ում է իմ հոգին պատկանում։ Գիտես, մի օր կյանքը կավարտվի, իսկ Աստծո հետ հանդիպումը իրականություն կդառնա։ Եկեք չապրեք այնպես, կարծես թե այս աշխարհը հավիտենական է։ Այս աշխարհը հավիտյան չէ։ Այսօր ես եւ դու դեռ հնարավորություն ունենք։ Այսօր ես եւ դու կարող ենք նորովի կառուցել մեր հարաբերությունները Աստծո հետ։ Այսօր ես եւ դու կարող ենք մի նոր ճանապարհ բացել։ Այսօր ես եւ դու, քանի դեռ ժամանակ կա, վերադառնանք Աստծուն։
Եվ քանի դեռ հնարավորություն ունենք, շտկենք մեր սրտի ճանապարհները։ Մի օր գուցե մարդիկ հիշեն, թե դու ինչքան ունեցար, բայց Աստված կտեսնի, թե ինչ ուներ քո սիրտը իր համար նախապատրաստած։ Աշխարհը քեզ կարող է մոռանալ, մարդիկ կարող են քեզ չնկատել, բայց Աստված գիտի քո անունը։ Եվ Աստված չի հաշվում միայն քո հաղթանակները, այլ Տերը տեսնում է նաև այն ընթացքը, երբ դու ընկել ես, բայց փորձել ես վեր կանգնել։ Մի օր մենք բոլորս կթողնենք այս ժամանակավոր ճանապարհը, որքան էլ շատ մարդկանց սա հեքիաթ թվա, մի օր բոլորս թողնելու ենք այս ժամանակավոր կյանքը։ Ու այդ ժամանակ ոչ թե կարևոր կլինի, թե ինչ թանկ գանձ կար քո ձեռքերի մեջ, այլ այն, թե ինչ կար քո սրտի մեջ, երբ որ ներել ես, սիրել ես, փնտրել ես Աստծուն, եւ կամ ապրել ենք մենք այնպես, որ մեր կյանքը լույս լինի այլ մարդկանց համար։ Այսօր քանի դեռ շունչ ունես եւ այսօր քանի դեռ հնարավորություն ունես, մի հետաձգիր հանդիպումը Աստծո հետ, որովհետեւ չգիտես, արդյոք վաղը քեզ կտա այդ հնարավորությունը։ Եվ կգա մի օր, երբ որ ժամանակը կավարտվի, բայց այն սերը, որ Աստծուց է եղել, երբեք չի անցնի։